Շարունակվում է Առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ եւ ժամանակն է, որ մենք խոսենք եւ վայելենք մեր Առավոտ լուսոյի ամենահամեղ հատվածը։ Եվ վստահ ինչպես մենք այդպես էլ դուք սիրելի հեռուստադիտողներ քաղցած եք եւ մենք այդ հարցը գիտենք ինչպես լուծել արդեն երկար ժամանակ է, որովհետեւ մեր տաղավարում խոհանոցային հատվածն է ավելացել եւ մեր գործընկեր Անուշը պարբերաբար գալիս է ու մեզ համար մի հետաքրքիր եւ սննդարար բան պատրաստում։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեզ մոտ իտալական տրամադրություն է, նայելով բաղադրիչներին արդեն կարող եք հասկանալ, ես արդեն սկսել էի պատրաստվել այստեղ պղպեղները, այսպես պատրաստել եմ, ստանալու ենք վենետիկյան նավակներ։ Այո, իսկ ուր ենք նավարկելու այս անձրևային Երևանով։ Նավակները հենց պղպեղները կլինեն եւ կպատրաստենք փոքրիկ աղցան, որը կլցոնենք պղպեղի մեջ։ Թե պատմին ինչ բաղադրիչներ են պետք։ Մեզ անհրաժեշտ է ֆետա պանիր, լոլիկ, ձիթապտուղ եւ իհարկե բազիլիկ, առանց բազիլիկ անհնար է պատկերացնել իտալական որևէ աղցան հիմնականում, այո։ Բայց վերցնում ենք կանաչ բազիլիկ, իսկ կարող ենք փոխարինել այն մեր մանուշակագույն ռեհանով։ Համը ուրիշ կստացվի, բայց դե կարելի է։ Եթե հիմա բոլոր խանութներում վաճառվում է։ Ես ասեմ, որ կտրելիս այսպես կոթերը թողնում եմ, որպեսզի գեղեցիկ լինի, եւ երկու կես ենք անում, այս մեկը պահեցի, որպեսզի ցույց տամ, եւ զգուշությամբ այս հատվածը կտրում ենք, հեռացնում ենք կորիզը եւ սպիտակ հատվածները պղպեղի։ Այսպես, ահա։ Իրեւ շատ լավ տարբերակ է, նույնիսկ եթե այս աղցանը չէ, որ հեռուստադիտողները հիմա կպատրաստեն, մեկ այլ աղցան պատրաստեն եւ այս կերպ մատուցեն։ Շատ գեղեցիկ է, այո, այսպես։ Կորիզները հեռացնում ենք, անցնում ենք երկրորդ հատվածին, նույն ձևով։ Կանաչ կոթը որքան գեղեցիկ տեսք է, չէ, հաղորդում։ Մի փոքրիկ դետալ է, բայց որքան կարևոր են այդ փոքրիկ դետալները։ Եվ առհասարակ այս պղպեղներն էլ իրենց հետ կարծես գույն են բերում ու գարնանային տրամադրությունը ապահովում են ցանկացած ուտեստի։ Այո, այո։ Անուշ, իսկ աղցանի համար ինչ բաղադրիչներ են պետք եւ ինչ պետք է անել։ Դու արդեն նշեցիր բաղադրիչները, բայց չնշեցիր խառնում ենք իրար, թե պետք է օրինակ նախորդ օրը պատրաստած աղցանի նման գեղեցիկ դասավորել։ Ոչ, պետք է արագ կտրտենք եւ խառնենք։ Հիմա պատրաստ է եւս մեկ նավակ, այսպես գեղեցիկ դասավորում ենք, կարող ենք հերթականությամբ այսպես շրջել, եւ սկսում ենք կտրտել լոլիկը առաջին հերթին, չերի լոլիկները, այո, 4 մասի ենք բաժանում, իրականում շատ հեշտ աղցան է, բայց սա իմ ընտանիքի կողմից սիրված համեղ աղցանն է եւ ինչ լինի չլինի այս աղցանը հաստատ կպահանջեն։ Երբ ասում եմ ինչ պատրաստեմ որ ուտեք, մեկը չասի սա չեմ ուզում, նա չեմ ուզում, ասում են այս աղցանը հաստատ բոլորը կսիրեն։ Իսկ ինչ անուն ունի այն այդ աղցանը։ Ես հենց վենետիկյան նավակներ եմ անվանում։ Վենետիկի նավակներ։ Անուշ, իսկ այս բաղադրատոմսում որևէ բան փոխել ես, թե պատրաստել ես այնպես ինչպես կա։ Սա անկեղծ ասած շատ վաղուց է արդեն մեր ընտանիքում այս աղցանը, չեմ էլ հիշում, թե որտեղից են վերցրել, բայց միշտ ինչ-որ փոփոխություններ լինում են։ Չնայած սա ավելի շատ դասական բաղադրիչներ են իտալական աղցանի, ինչ-որ մի բան հաստատ փոխած կլինեն։ Օրինակ ես այս աղցանին կավելացնեի սև ձիթապտուղ։ Սև ձիթապտուղ։ Կա։ Թվացել է, թե ասել է ձիթայուղ, փաստորեն ես չէի տեսել, բայց զգացել էի, որ այդ բաղադրիչը ճիշտ զգացիր, այո։ Սև ձիթապտուղը, ֆետա պանիրը, բազիլիկը արդեն նույնիսկ ուղղակի կարելի է պիցա պատրաստել այս նույն բաղադրիչներով։ Այո, դասական բաղադրիչներ են։ Ձվածեղ կարելի է համադրել։ Հիմա ամեն տեսակ հետաքրքիր ուտեստն է, հացի վրա են դնում ուղղակի որպես նախաճաշ այդպես։ Պատրաստում։
Ու ամենակարևորն է, որ նաև մեր հեռուստադիտողներին էլ պատմենք, Անուշի բաղադրատոմսերը ինչու ենք սիրում, որովհետև նա կարողանում է ամենապարզ բաղադրիչներից ստանալ այնպիսի գեղեցիկ եւ համեղ ու օգտակար ուտեստներ, որ երբ հյուրեր եք ունենում, հաստատ չի կարելի երկար-բարակ մտածել, կարելի է պարզապես հետևել այս բաղադրատոմսերին եւ շատ գեղեցիկ սեղան մի քանի րոպեում պատրաստել։ Իրականում իսկապես այս աղցանը կոնկրետ շատ գեղեցիկ տեսք է հաղորդում։ Միայն սա որ դնում եմ սեղանին, արդեն բոլորն ասում են, «Էս ինչ է»։ Եվ հասկացա հաջորդը ինչ եմ պատրաստելու ձեր գորուց։ Ինչ։ Այս աղցանի։ Այս աղցանից։ Իսկ այս աղցանի հետ ինչ ես պատրաստելու։ Հո միայն աղցանով չենք կշտանալ, հա։ Ես կասեմ։ Ինչ ասա։ Ես հետո կասեմ, դու զանգի։ Ինչ կսազի այս աղցանի հետ որպես տաք ուտեստ։ Որպես տաք ուտեստ, երբ որ շատ շտապում եմ, ինչ եմ անում, հավի կրծքամիսը արագ համեմում եմ աղ, պղպեղ, թթվասեր, տարբեր համեմունքներ, քարի կարելի է անել, սխտոր եմ ավելացնում, թթվասերով մի լավ խառնում եմ, լավաշի վրա փռում եմ, պանիրը վրան եւ դնում եմ ջեռոց։ Մինչեւ ջեռոցում դա պատրաստվում է, արագ այս աղցանը պատրաստում ես, այնպես որ համեղ, կարճ, Եվ շատ արագ, բայց խնդրում եմ, եթե այս իտալական աղցանն ես պատրաստելու, ինձ կարբոնարա, լավ։ Թոմբում են պատվերներ։ Չեմ փորձել կարբոնարա, հասկացա, որ պետք է դա արդեն Ես վստահ եմ դու շատ համեղ կպատրաստես կարբոնարան։ Դե կարբոնարայի համար պետք է աղացած միս։ Չէ։ Կարբոնարայի համար անհրաժեշտ է լավ պաստա, սերուցք, խոզապուխտ, պանիր։ Եվ պանիր, դե առանց պանիր էլու։ Դա խոզապուխտով է, հասկացա։ Եվ սպիտակ սոուսով։ Բոլոնեզ չեմ սիրում։ Բոլոնեզ, ես խառնեցի բոլոնեզի հետ։ Եվ պետք է ձվի դեղնուց։ Իդեպ հենց այս աղցանն էլ պատրաստում են եւ ավելացնում են խաշված արդեն պատրաստի մակարոնի վրա։ Այդ տարբերակն էլ հետաքրքիր կլինի։ Եվ մի փոքր էլ պարմեզան են, այդ դեպքում պարմեզանով։ Այո։ Իսկ կլինի դու գաս պատրաստես, ես տեսնեմ մի անգամ գոնե, ինչպես են անում, ես կպատրաստեմ աղցանը, հաջորդ անգամ ես արդեն կիմանամ ինչպես է պետք պատրաստել պաստան եւ դու արդեն կարող ես զանգել եւ քո պատվերը պայմանավորվեցինք։ Սիրում եմ մեր խոհանոցային առավոտները։ Եվ այսպես արդեն կտրտեցի բազիլիկը։ Նայ, ինչպես է կտրատում, պրոֆեսիոնալ խոհարարների պես արդեն շարժումներ։ Սկզբում շատ դժվար էր, հետո սովորեցի մեր խոհարարներից։ Ես խիստ կասկածում եմ, որ Անուշը խոհարարական դասերի չի գնում։ Դեռ չէ։ Դեռ չեմ գնացել, բայց անկեղծ ասած հենց ժամանակ ունենամ առաջինը դա եմ անելու, որովհետև երազում եմ էլ ավելի մանրամասնորեն ուսումնասիրել։ Դա հենց այսպես է սկսվում առաջին քայլերը, 1, 2 գնում ես պրոֆեսիոնալ խոհարարների մոտ, հետո հասկանում ես, որ քեզ մոտ է ստացվում, հետո սեր է առաջանում հետաքրքիր բաղադրիչները իրար հետ զուգադրելու եւ հետո գնում ես դասերի, հետո մի օր Անուշը կբացի իր ռեստորանը։ Համաձայն ես։ Ես հավատում եմ եթերի կախարդանքին եւ որ ամեն բան ինչ ասում ենք մեր եթերում ինչ որ մի պահի իրականություն է դառնալու։ Այստեղ երազանքներն իրականանում են։ Այո։ Դա մենք մի անգամ փորձել ենք։ Այդ որ անգամը։ Մի անգամ։ Կարծում եմ շատ։ Մանե չեմ հիշում հաղորդավարներն ովքեր էին, իմ դստեր հետ եկել էինք այստեղ հունիսի 1-ին պատրաստում էինք մանկական, այդպես հետաքրքիր աղանդեր եւ Մարիանան ասեց ես երազում եմ եւ շատ եմ ուզում շունիկ ունենալ, ասացի ոչ դա անհնար է, ոչ, այսպես։ Հետո անցավ 1 տարի եւ մենք ունեցանք շունիկ։ Այնպես որ եւ ես չէի պատկերացնում որ դա կլինի եւ ասացի փաստորեն այստեղ Ռուբենը ասեց այո պետք է այստեղ իրականանում են Մարիաննա դու երազի եւ կլինի այդպես էլ եղավ։ Եվ բացի նրանից որ Անուշը տանը պահում է շունիկ, նաեւ կենթանասեր է եւ իր օրինակով վարակում է շատերին նաեւ առավոտ լուսոյի ընթացքում, երբ պատմում է կենթանասերների մասին եւ շարունակում է պատմել կենթանիների մասնակցությամբ տարբեր իրադարձությունների մասին։ Հիմա ավելի շատ պատմում ենք Կարմիր գրքում հայտնված կենթանիների մասին, այո։ Մենք արդեն այստեղ ավարտեցինք, մի փոքր գուցե լոլիկ ավելացնենք, բայց առայժմ խառնենք, տեսնենք, թե ինչ կլինի։ Ձիթապտղի յուղ պարտադիր ավելացնում ենք։ Շատ քիչ
Դու զգում ես, որ բույրը տարածվել է։ Ես օրեգանո եմ ուզում այդ աղցանի մեջ։ Օրեգանո։ Բազիլիկ, այստեղ արդեն օրեգանոն Չէ, չոր օրեգանո, որպես համեմունք կարող եմ։ Քո բաժնիկ ավելացնեմ։ Եվ մի փոքր դեմ չեմ, իմին էլ կարող ես։ Մի փոքր սև պղպեղ ու պետք է խառնենք։ Եվ հետո նկատում ես արագությունը Անուշ, այսպես օր-օրի շատ ավելի արագ է այս ամենը իրականացվում։ Խոհանոցում պետք է արագ լինել, հատկապես երբ աշխատանքից գալիս ես կամ պետք է առավոտյան գնաս եւ արագ ինչ-որ բան պետք է պատրաստես։ Ես կասեի հատկապես երբ աշխատանքի ես, Անուշ։ Այո։ Ես մի 2 լոլիկ էլ ավելացնեմ, որպեսզի գույնը բալանսավորված լինի։ Այո։ Եվ ավելի հյութ է։ Վերջ։ Ես վստահեցնում եմ, որ այս աղցանը համտեսելուց հետո հաստատ դա կդառնա մշտական ձեր ճաշացանկի բաղադրատոմս։ Բույրը միջև այստեղ գալիս է, բազիլիկի հոտն է, գիտես։ Այո, բազիլիկն է։ Եվ սկսում ենք լցոնել։ Ահա։ Տեսեք որքան գեղեցիկ է։ Անուշ, իսկ քեզ կարող եմ խնդրել մեր հաջորդ հանդիպման համար։ Պատվերներ ենք տալիս։ Գիտես ինչ։ Արի ծանոթանանք դետոքս տարբերակներին, այն երբ որ տարբեր բաղադրիչներով ջուր են պատրաստում առավոտյան ըմպելու համար, թե ինչ բաղադրիչներ կարող են լինել դրանք, ինչպիսի դետոքս ազդեցություն են դրանք ունենում օրգանիզմի վրա, այսպիսի օգտակար մի բան։ Շատ հետաքրքիր առաջարկ էր, անպայման կարելի է, եւ ես ասեմ ավելին, մասնագետի հետ կարելի է այստեղ զրուցել, որպեսզի էլ ավելի ճիշտ իմանանք։ Որովհետև ես օրերս այդպիսի մի էքսպրոմտ արեցի, բայց չգիտեմ օրինակ, ճիշտ եմ բաղադրիչներ արել, ինչքան է պետք թողնել, որ դրանք ջրի մեջ մնան, հետաքրքիր է եւ ինչին են օգտակար, այսպես ուղղակի որոշեցի, որ կարելի է վարունգը, կիտրոնը, ջուրը եւ անանուխը խառնել իրար։ Ամեն դեպքում դրան հաստատ պետք է մասնագետը պատասխանի եւ այստեղ մենք ունենում ենք մասնագետներ, սննդաբաններ, ովքեր շատ մանրամասնորեն բացատրում են, այնպես որ մյուս անգամ կգանք որովհետեւ նախաճաշերից բացի կարելի է նաեւ առավոտյան ունենալ այդ դետոքս ջրերը, որոնք որ շատ կարևոր են եւ անհրաժեշտ են։ Մենք ուղղակի ժամանակին գիտեինք ինչ, ուղղակի մեկ բաժակ ջուրը, չէ՞, կիտրոնով ջուրը կամ թեկուզ, բայց հիմա շատ ավելի ամեն ինչը այսպես զարգացել է, մի տեսակ մարդիկ էլ ավելի շատ են տեղեկացված եւ ամեն բան փոխվել է։ Խոսենք դրա մասին։ Եվ իհարկե նավակները պատրաստ են արդեն։ Մի հատ տեսեք ինչ գեղեցկություն է։ Եվ պարտադիր իհարկե դնում ենք բազիլիկ։ Եվ ինչպես է բուրում մինչև այստեղ։ Բազիլիկներով գեղեցիկ զարդարում ենք։ Եվ ասում ենք Անուշ լինի։ Բարի ճանապարհ նավակներին։ Տեսեք ինչքան գեղեցիկ են։ Մենք գալիս ենք։ Համեցեք։ Էլ չենք սպասում։ Բայց ինչ հետ արի հեռուստադիտողներին ասենք, որ մենք գնում ենք եւ հիմա մենք միասին կվայելենք երաժշտություն, շարժվենք առաջ, մինչ կվայելենք վենետիկյան նավակները։ Իսկ դուք երաժշտություն